Ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում բանակցություններ են անցկացրել ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի շուրջ։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը բանակցությունները արդյունավետ է համարել։ Մենք քննարկել ենք առանցքային հարցեր, այդ թվում էներգետիկային առնչվող։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի նպատակն է ապահովել արդար եւ տևական խաղաղություն մեր երկրի եւ մեր ժողովրդի, հետեւաբար նաեւ ամբողջ Եվրոպայի համար։ Մենք աշխատում ենք այդ նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ, ասել է Ումերովը։ Քննարկումները տևել են մոտ 5 ժամ ընդմիջումով, Ումերովը չի հստակեցրել, արդյոք մարտի 24-ին նոր հանդիպումներ նախատեսվում են, թե ոչ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին խնդրել է ցրել խորհրդարանը երկրում վաղաժամկետ ընտրությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 28-ին, տեղի կունենան ապրիլի 28-ին։ Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ֆոնին։ Մարկ Քարնին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կոտրել Կանադան, որպեսզի Ամերիկան կարողանա տիրել հարևան երկրին։ Նա խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել Կանադայի ինքնիշխանությունը։